Հիմա կարող ենք արդեն սկսել, բարև ձեզ, ողջունում եմ ձեզ Երևանի պետական համալսարանում։ Շատ ուրախ եմ, որ այսօր մենք հավաքվել ենք այստեղ Երևանի պետական համալսարանի շրջանավարտների ֆորումի շրջանակում քննարկելու ենք Հայաստանի համար այս տարվա շատ հետաքրքիր եւ կարևոր թեմա։ COP17 Հայաստանը գլոբալ բնապահպանական օրակարգում կենտրոնում եւ ակադեմիական համայնքի առաջնահերթությունները։ Գիտենք, որ ժամանակակից աշխարհի ամենակարևոր մարտահրավերներից մեկը այսօր դա կլիմայի փոփոխությունը, դա բնապահպանության հետ կապված խնդիրներն են եւ այս տարի հոկտեմբերի 19-ից 30-ը Հայաստանի մայրաքաղաքում կհավաքվեն աշխարհի տարբեր երկրների մասնագետներ, փորձագետներ, քաղաքականության հասարակության ներկայացուցիչներ եւ կփորձենք քննարկել կենսաբազմազանության պահպանման ուղղությամբ համաշխարհային առաջընթացը եւ նաեւ մինչեւ 2030 թվականը նախատեսված առաջնահերթ քայլերը։ Այսօրվա պանելային քննարկմանը կփորձենք բացահայտել պետություն, ակադեմիական հանրություն, գիտություն կամուրջը, ինչպես են երկուսի իրար հետ համագործակցում։ Ինչ է տալու COP17-ը Հայաստանին։ Դա ուղղակի միջոցառում է, թե մենք ունենանք հետագայում համագործակցության, նոր ռազմավարության, նոր ծրագրերի մշակում։ Եվ թույլ տվեք ներկայացնեմ մեր այսօրվա պանելային քննարկման բանախոսներին։ Պարոն Արամ Մեյմարյան, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ, պարոն Լևոն Աղասյան, բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, պարոն Սարգիս Աղայան, Հայաստանի Հանրապետության գիտության ազգային ակադեմիայի կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն եւ տիկին Լիլիթ Սահակյանը, Հայաստանի Հանրապետության գիտության ազգային ակադեմիայի էկոլոգանասֆերայի հետազոտությունների կենտրոնի տնօրեն, ՅՈՒՆԵՍԿՕ MAD ծրագրի ազգային կոնտակտային անձ։ Թույլ տվեք հարցը սկսենք պարոն Մեյմարյանից, եթե դեմ չեք։ Ինչպես է այսօր նախարարությունը օգտագործում ակադեմիայի, համալսարանների, ինստիտուտների հետազոտական արդյունքները բնապահպանական ռազմավարություններ մշակելիս։ Արդյոք մենք պետություն եւ գիտությունը անընդհատ իրար հետ փոխկապակցված է եւ վերլուծությունները, գիտնականների հետազոտությունները մենք օգտագործում ենք որևէ քաղաքականություն մշակելիս կամ պետական ռազմավարություն մշակելիս։ Բարև ձեզ, նախ շատ շնորհակալ եմ եւ ինձ համար մեծ պատիվ է գտնվել այս պատերի ներքո, որտեղ ես սերտացվել եմ եւ շատ մեծ ներդրում եմ ունեցել այս միջավայրը իմ որպես մարդ ձևավորման մեջ։ Ողջունում եմ բոլորիս գործընկերներին եւ հենց հարցի շուրջ մտածում էի ու շատ ուրախ եմ, որ այսօր այստեղ ներկա պանելային քննարկման գիտական համայնքի մեր ներկայացուցիչներից բոլորի հետ մենք այս պահին գործող շատ սերտ համագործակցություն ունենք։ Առանց գիտական հիմքի եւ առանց գիտական տվյալների եւ առանց գիտության որևէ քաղաքականություն բնապահպանության ոլորտում կլինի ընդհանրապես օդի մեջ ինչ-որ խոսակցություն, կտրված մարդկանցից, կտրված գետնից, կտրված գիտությունից։ Գիտությունն է այն հիմքը եւ այն հիմնական արժեքը, որի հիման վրա մենք կարող ենք գնահատել անցյալը, հասկանալ ինչ ունենք ներկայում եւ կարողանանք նաեւ տեսնել ապագայի հնարավորությունները։ Եվ ցավոք սրտի մենք շատ երկար ժամանակ ենք գործել, նորանկախ Հայաստանի պատմության մեջ բավական երկար ժամանակ ենք գործել, ոչ թե մենք գիտական ներուժ չենք ունեցել կամ չենք ձևավորել այդ ներուժը, այլ ցավոք սրտի մեր գիտական հիմնարկների եւ քաղաքականություն մշակող ինստիտուտների, այսինքն նախարարությունների կապերը
շատ դեպքերում խզված են։ Այսինքն մենք չունենք հստակ եւ սահուն ընթացակարգեր, թե ինչպես պետք է ինֆորմացիան, որը որ շատ հաճախ կա եւ մեր շատ լավ գիտնականների շնորհիվ ձևավորվում եւ հետազոտությունների շնորհիվ այդ ինֆորմացիան ձեռք է բերվում, ինչպես պետք է այդ ինֆորմացիան սահուն գահացնի որոշում կայացնողների սեղանին եւ որոշումը կայացվի դրա հիման վրա։ Ուստի հարցի միանշանակ պատասխանը այն է, որ ցանկացած քաղաքականության մշակման հիմքը գիտությունն է։ Գիտության մեր ներկայացուցիչները ցավոք շատ հաճախ միանում են քաղաքականությունների մշակմանը արդեն վերջնական փուլում, երբ որ նախարարությունում գեներացվում է արդեն փաստաթուղթ եւ այդ փաստաթղթի հետ ճիշտ է աշխատաժողովներ են կազմակերպվում, գիտաժողովներ են կազմակերպվում, քննարկումներ են լինում, բայց շատ հաճախ post factum է դա տեղի ունենում։ Այսինքն փաստաթուղթը արդեն որոշակի կմախք եւ բովանդակություն ստացած է լինում, հետո գիտական համայնքին ծանոթացնում են այդ փաստաթղթի հետ եւ այդտեղ առաջանում են օրինակ հակասություններ կամ գործընկերային շատ լավ համագործակցություններ, բայց շատ հաճախ էլ ժամանակը չի հերիքում, որ արդեն կարողանաս ճկուն փոփոխություններ անես եւ ճիշտ հասցեագրես բարձրացված խնդիրը։ Դրա համար այսօր կարծում եմ լավ հիմքեր ենք դրել, լավ համագործակցություն ունենք գիտությունների ազգային ակադեմիայի հետ, ԵՊՀ հետ, մանկավարժականի, մեր agrarային համալսարանի հետ, մեր գիտական գրեթե բոլոր կառույցներն են, որոնք առնչվում են բնապահպանության ոլորտի հետ, շատ լավ համագործակցություն կա ամերիկյան համալսարանի հետ, հիմնականում ծրագրային սկզբունքով ենք աշխատում, այսինքն ինչ որ ֆինանսավորում կամ գրանտային միջոցներ կամ եթե ինչ որ խնդիր ենք մենք ունենում, մենք այդ խնդիրը հասցեագրում ենք համապատասխան ինստիտուտին։ Շատ լավ հարաբերություններ ունենք կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի ինստիտուտի հետ։ Ցանկացած խնդիր, որ մենք տեսնում ենք, նկատում ենք կամ պետք է ինչ որ մի բան քննարկենք, առաջին զանգը դեպի գիտական համայնք է։ Դա այսօր այդպես է, չեմ կարծում միշտ այդպես է եղել, որովհետև եթե միշտ այդպես եղած լիներ, ընթացակարգերը տեղը կլինեին, այլ ոչ թե շատ հաճախ անձնական բաների վրա է հիմնված լինում։ Այսօր կարծում եմ լավ համագործակցություն ունենք, դրա հիման վրա կստեղծենք նաև կանոն հիմք, ընթացակարգեր, որպեսզի կարողանանք սահուն ինֆորմացիան գեներացնենք, բերենք հասցնենք որոշում կայացնողների մակարդակ, այնտեղ որոշումները կայացվեն։ Շատ շնորհակալություն, պարոն Մեհիմարյան, ինչքան հասկացա, մենք ունենք հենց իրավական կարգավորումների խնդիր Հայաստանում, որտեղ դուք ասացիք, մենք ավելի շատ վերջին փուլից ենք սկսում գիտությանը դիմել եւ նաեւ օրենսդրական դաշտում պետք է փոփոխություն անենք, որպիսի պետություն, ակադեմիական համայնք գիտությունը կամուրջը ստեղծենք ավելի ճկուն։ Այսինքն մենք ի սկզբանե երբ որ ունենք ինչ-որ խնդիր, նամանավանդ մենք գիտենք հիմա ես կարող եմ ասեմ ամբողջ աշխարհում Ուկրաինայի եւ Ռուսաստանի պատերազմից հետո ամենակարևոր հարցը դա հիմա կլիման է։ Այն մարտահրավերները, որ մենք ստանում ենք հակամարտությունների տարածաշրջանից, կլիմայի փոփոխություն եւ ամենակարևորը ամենտեղ կա նաեւ մարդը։ Կլիմայի փոփոխություն, մարդու իրավունքներ, երեխաների իրավունքներ եւ ինձ թվում է մենք պետությունը առաջնահերթ պետքա իրավական կարգավորում տա դրան։ Այսինքն ինչպես ենք մենք սկսում աշխատել մեր գիտնականների հետ եւ մեր վերլուծությունները, հետազոտությունները դրանք պետք է կազմեն հիմքը պետական այլ քաղաքականության եւ ռազմավարության համար։ Եվ եթե կարելի է եւս մեկ հարց։ Մենք գիտենք, որ COP17-ն է եւ ինչքան իմացա արդեն օրակարգը կա եւ ինչպես եք դուք սկսել նախապատրաստվել COP17-ին եւ ինչպես է գիտական հանրույթը ինչ մասնակցություն է այստեղ ունեցել, երբ որ դուք ձևավորում եք այդ պետական պատվերը, գիտության ակադեմիայից կամ ինչ որ հետազոտական ինստիտուտները ինչ մասնակցություն են ունեցել այստեղ։ Շատ լավ, շնորհակալություն հարցերի համար, նախ ուզում եմ գամ իրավական կարգավորումների մասը նշեմ, ամենակարևորը այստեղ, որի շուրջ մտածում ենք, դա ինֆորմացիան է եւ ինֆորմացիայի պաշտպանվածությունը։ Մենք գործ ունենք շատ զգայուն եւ իրենից արժեք ներկայացնող ինֆորմացիայի հետ, այսինքն ցանկացած
գիտնական, անհատ գիտնական կլինի, թե ինստիտուտ կլինի, որտեղ որ ձևավորվում է այդ ինֆորմացիան, դա բավականին թանկ արժեք ունեցող ինֆորմացիա է։ Եվ այստեղ շատ նուրբ եւ զգայուն հարց է, ինչպես մենք պետք է վստահեցնենք գիտական հիմնարկին, գիտնականին, որ իր կողմից արած աշխատանքի արդյունքում ձևավորված ինֆորմացիան օգտագործվելու է իր երկրի քաղաքականությունը մշակելու մեջ որոշում կայացնելու համար, բայց միևնույն ժամանակ այդ ինֆորմացիան մնալու է իրենը, իրավունքները մնալու են իրենը եւ հետեւաբար համագործակցությունը, որը կառաջանա կամ ինչ որ մեկը ցանկություն կհայտնի համագործակցել այդ ինֆորմացիայի շրջանակներում, կլինի իրենը եւ այդ համագործակցությունից բխող բոլոր այսպես ասած բենեֆիտներն էլ կլինի այդ գիտական հիմնարկինը։ Այստեղ շատ կարևոր պայմանագրային, կարծում եմ, հիմք է պետք ստեղծել, որպեսզի գիտական հիմնարկը կլինի դա օրինակ կենդանաբանության ինստիտուտը, նախկինում դեռ աշխատավարձներն էլ մեր գիտաշխատողների բավականին ցածր էին, հիմա շատ լավ է, որ բավականին բարձրացվել են եւ գիտնականը կարող է իր աշխատանքը կատարել, իր ինֆորմացիան ձևավորել եւ այդ ինֆորմացիան ավելի պատրաստ լինի կիսելու մնացած գիտնականների, գիտական հիմնարկների հետ եւ մենք պետք է աշխատենք, որ գիտական հիմնարկը, որտեղ ձևավորվում է այդ ինֆորմացիան, ունենա իրավունք այդ ինֆորմացիայի նկատմամբ, բայց այդ ինֆորմացիան կարողանա տա որոշում կայացնող մարմնին, նա որոշում կայացնի, բայց այդ ինֆորմացիայի տերը լինի նա։ Դա ենթադրում է իրավական հիմք, դա ենթադրում է թվային լուծումներ, դա ենթադրում է բավականին լավ կազմակերպված աշխատանք եւ ցանց միմյանց միջեւ։ Այդ խնդիրը դրվել է եւ կոպին նախապատրաստվելուց առաջ մենք մեր երկրի կենսաբազմազանության ռազմավարությունը եւ գործողությունների ծրագիրը հաստատեցինք, որը ի դեպ մեր գիտական համայնքի ներկայացուցիչներն են մասնակցել դրա ամբողջ ձևավորման մեջ, որտեղ որ այս խնդիրը ձևակերպված է մոնիտորինգը կենսաբազմազանության ինֆորմացիան, այնուհետև մենք արդեն դոնորների հետ մեր պետբյուջեի պատվերի ձևավորման շրջանակներում աշխատում ենք, որպեսզի ձևավորենք այս խնդիրը, ստեղծելու այդ ցանցը գիտական հիմնարկների եւ նախարարության միջեւ, որովհետեւ իրավական որոշակի հիմք կա, որ նախարարության խորհրդատու մարմիններն են առաջնային համարվում գիտությունների ազգային ակադեմիայի համապատասխան ինստիտուտները, մեր մյուս գիտական հիմնարկները։ Մենք ամեն անգամ դիմում ենք ու նույնիսկ երբ որ մենք պետք է օրինակ մեր երկրի ռազմավարությունը եւ ծրագիրը հաստատեինք կենսաբազմազանության, մենք ուղիղ պատվեր իջեցրեցինք Բուսաբանության ինստիտուտին։ Դա ուղիղ պատվեր էր, որտեղ արդեն գիտական համայնքի ներկայացուցիչները խումբ կազմեցին, թիմ կազմեցին եւ կատարեցին։ COP17-ի մասով, քանի որ ինքը բանակցություններ եւ իրենց ենթադրում է նաեւ COP17 հարցի, այսինքն այդ հավաքը, այդ համաժողովը արդեն գոյություն ունեցող արդյունքների եւ կատարված աշխատանքների վրա ձևավորված կարծիքների եւ տեսակետների եւ երկրների շահերի բախումա, որտեղ բանակցություններ են ընթանում եւ ընդհանուր կենսաբազմազանության կորուստը կանխելու դեմ որոշումներ են կայացվում տարբեր ուղղություններով, կլիմայով կլինի, առողջապահությունով կլինի, գյուղատնտեսությունով կլինի, բոլոր այն ֆակտորները, որոնք որ ազդում են կենսաբազմազանության կորստի վրա, արդեն վերջնական հասունացված փաստաթղթերը, եթե դրանք բավական հասունացվել են, քննարկվում են այդ կողմերի հանդիպումների ժամանակ, բայց որպեսզի այդ փաստաթղթերը հասունանան, դրանք միսուարյուն ստանան, բովանդակություն ստանան, դա միանշանակ պետք է գիտական հիմք ունենա։ Դրա համար կոնվենցիան էլ ունի իր ենթակա մարմինը գիտատեխնիկական, որտեղ քննարկվում են այդ հարցերը արդեն գիտության տեսանկյունից եւ հասունացվում են փաստաթղթերը կողմերի հանդիպմանը։ Մենք ինչքան հնարավոր է աշխատել ենք մեր խորհրդատու հանդիսացող գիտական հիմնարկներին ներգրավել, առաջարկել, նաև անհատ գիտնականների հրավիրել, խորհուրդ հարցնել, որովհետև նման մեծ միջոցառում որևէ երկրի համար ինքը բավականին բարդ է, պատվաբեր, բայց բավականին բարդ, հատկապես այս ժամանակաշրջանում, երբ որ դուք ինքներդ նշեցիք
Ռուսաստան-Ուկրաինա բախումը, բայց դա ակնհայտ է, որ միայն այդ լոկալ բախման մասին մենք չենք խոսում, էլի ամբողջ աշխարհում բնապահպանության հանդեպ, հատկապես կլիմայի հանդեպ, ինչքան սուր քննադատություններ կան, երկրների քաղաքականություններից կլիմայական տեսակետները դուրս են գալիս եւ հետեւաբար ամբողջական ծրագրերի եւ հսկական ֆինանսավորումներ կանգնեցվում են եւ պատկերացրեք, որ հենց այդ ժամանակաշրջանում Հայաստանը իր վրա պարտականություն է վերցրել առաջ տանելու գլոբալ բնապահպանական կենսաբազմազանության օրակարգը։ Շատ պատվաբեր է, մեր գործընկերները ամեն առիթով մեծ շնորհակալություն են հայտնում նաեւ դրա համար, որ մենք վերցրել ենք դա, բայց մենք պետք է կարողանանք սրանից առավելագույն օգուտներ քաղել մեր երկրի համար, նախ առաջինը, այնուհետև հենց կենսաբազմազանության կորուստները կանխելու համար։ Մեր երկրի համար ինչ ունենք անելու, COP17-ը նախարարությունում մենք դիտարկում ենք մեր ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման, մեր հանրության շրջանում իրազեկվածության բարձրացման եւ ամենակարևոր ուղղություններից մեկը գիտական համայնքի հնարավոր համագործակցությունների, հնարավոր կապերի եւ Հայաստանը գիտական կարևոր ուսումնասիրությունների համագործակցության, այդ թվում նաեւ ֆինանսական ներդրումների կենտրոն դարձնելու համար։ Դրա համար ես մեր գիտական համայնքին էլ կոչ կանեմ օգտագործել այս առիթը, COP17-ը կա եւ դա մնալու է Հայաստանին եւ դա միշտ լինելու է Հայաստանինը։ Մենք պետք է այս ժամանակաշրջանը, երբ որ բացվել է պատուհանը եւ մարդիկ պատրաստ են մեզ լսելու, անկախ նրանից դա նախարարությունը կխոսի թե մեր գիտական համայնք, խոսել, բերել ներդրումներ, բերել ֆինանսավորումներ, գիտական ուսումնասիրություններ եւ քաղել հնարավորինս շատ օգուտներ Հայաստանի եւ մեր գիտության եւ նաեւ կրթության ու երիտասարդության համար։ Դա է պատվերը։ Շատ շնորհակալ եմ, ես շատ ուրախ եմ, որ մենք այս տարի COP17-ը լինելու է Հայաստանում, որովհետև մենք ունենք այդ գիտական ներուժը, որ կարող ենք ցույց տալ ամբողջ աշխարհին եւ նաեւ COP17-ի շրջանակներում մենք կարող ենք հաստատել բազմաթիվ կապեր մեր միջազգային գործընկերների հետ, կազմակերպությունների հետ եւ վերջապես եւ կլիմայի փոփոխության եւ բնապահպանության հատվածում նաեւ մենք կարող ենք արդեն մեծ դեր խաղալ նաեւ համաշխարհային հանրույթի համար։ Եթե թույլ կտաք, անցնենք մեկ երկրորդ խոսնակին, եթե հնարավոր է լսենք բոլոր խոսնակներին, ապա հարցերը արդեն դուք կուղեք։ Պարոն Աղասյան, դուք ներկայացնում եք ավելի շատ միջազգային հարթակ, միջազգային կազմակերպություն։ Կարող եք ասել ինչպես եք համագործակցել COP17-ի շրջանակում եւ ինչ գլոբալ տրենդներ գոյություն ունեն, որոնց շուրջ մեր ակադեմիական համայնքը պետք է կենտրոնանա, որպեսզի Հայաստանի բնապահպանական նախագծերը լինեն մրցունակ եւ գրավիչ միջազգային դոնորների եւ կազմակերպությունների համար։ Նախ կուզեի շնորհակալություն հայտնել հրավերի համար։ Շատ զգացված եմ, ես ինքս էլ ավարտել եմ Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը։ Շատ հաճելի է մեկ անգամ եւս հիշողություններ ապրել։ Եվ կապը կա, միշտ եղել է, իհարկե։ Ինչ վերաբերվում է կապին, այո, մենք որպես բնության համաշխարհային հիմնադրամ անշուշտ համագործակցում ենք եւ բնապահպանության շրջակա միջավայրի նախարարության հետ եւ գիտական հանրույթի հետ, հանձնած կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի եւ ինչպես նշվեց կենսաբազմազանության ռազմավարության մշակման ժամանակ ենք մեր մասնակցություն ունեցել տարբեր առիթներով հանդես ենք եկել տարբեր միջոցառումների եւ մեր առաջարկները ներկայացրել ենք որոնք որներ են արվել, իսկ ինչ վերաբերում է ընդհանուր նշված կենսաբազմազանության համաշխարհային ռազմավարություն անվանեմ, որը բաղկացած է 23 թիրախներից հիմնական, այնտեղ կան թիրախներ, որոնք հենց սերտ կապված են գիտության ոլորտի հետ, գիտական հանրույթի հետ, օրինակ այնտեղ կուզեի նշեի 4-րդ թիրախը, հա, օրինակ որը հենց վերաբերում է կենթանական աշխարհի վերականգնման, վերարտադրության, անազատ պայմաններում պահման եւ բազմացման, այսինքն ինչպես պարոն Մեյմայանը արդեն նշեց, առանց գիտական հանրույթի հնարավոր չէ իրականացնել
ճիշտ եւ որակյալ կենսաբազմազանության պահպանություն։ Մենք որպես բնության համաշխարհային հիմնադրամ այո աջակցում ենք ՊՀՊՏ-ների բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման եւ ընդլայնման գործում բազմաթիվ ծրագրեր են իրականացնում շրջակա միջավայրի նախարարության հետ, սակայն այդ նույն օրինակ, եթե մենք ասում ենք բնության հատուկ պահպանվող տարածքներ, հենց այդ նույն տարածքների ստեղծման համար հիմք են հանդիսանում գիտական հանրույթի տրված ուրեմն տվյալները եւ ինֆորմացիան, որով եւ մենք կարողանում ենք հետագա մեր քայլերը ձեռնարկել։ Դուք քիչ առաջ նշեցիք կլիմայի փոփոխության հետ կապված, այո, նույն այդ գլոբալ կենսաբազմազանության ռազմավարության օրինակ թիրախ 8-ը հենց խոսում է կլիմայի մեղման միջոցառումների մշակման եւ ինչպես է կապը ստեղծվում կենսաբազմազանության եւ կլիմայի փոփոխությունների միջեւ, որովհետեւ երկար ժամանակ մենք երբեմն տարանջատել ենք, սակայն դրանք շատ փոխկապակցված են եւ մենք այո այդ միջոցառումները, երբ որ մենք նշում ենք համաշխարհային օվկիանոսի օրինակ սառցադաշտերի հալոցները եւ որի հետևանքով ստորգետնյա աղակալման մակարդակը բարձրանում է, այսինքն դա մեծ վտանգ է հանդիսանում քաղցրամ ջրի համար, այսինքն խմելու ջրի խնդրի մասով, այսինքն մենք պետք է լուրջ հետևենք մեր ստորգետնյա խորքային հորերի պահպանության մասով, դա մի փոքրիկ անդրադարձ դեպի այդ մասով։ Բազմաթիվ են այնտեղ գործերը, որ մենք իրականացնում ենք, հիմա էլ մենք որպես բնության համաշխարհային հիմնադրամ մեր միջազգային գրասենյակն էլ շատ ակտիվ ներգրաված է process-ներին եւ ամեն բոլոր հնարավոր միջոցներով համատեղ իհարկե շրջակա միջավայրի նախարարության հետ փորձում ենք տարբեր միջոցառումների տեսքով հարակից ցույց տալ եւ ներկայացնել մեր Հայաստանում տեղի ունեցող շատ կարեւոր բնապահպանական գործառույթներ, որոնք անշուշտ իրականացվում են մեր կողմից եւ կուզեի անշուշտ տեսնել մեր գիտական հանրույթին այնտեղ ակտիվ, որովհետեւ շատ լուրջ փառկասու վերջին տարիներին գիտության պետական կոմիտեն բավականին մեծ աջակցություն է տրամադրում եւ ես ինքս լինելով նախկինում կամ ներկայում նույնիսկ նույն գիտական հանրույթի մի մաս, ինստիտուտի այնտեղ շատ լուրջ աշխատանքներ են իրականացվում եւ ես կուզեի որ ակտիվ ներկայացվեին այդ աշխատանքներն էլ կոպի շրջանակներում անպայման երևի այսքան այս պահին Շատ շնորհակալություն, այսինքն ստացվում է ինչ որ միտեղ ֆինանսավորումը մեզ խանգարում էր առաջ գնալու գիտության համար Տեսեք, այդ նորից եմ կրկնում, ֆինանսավորումը բավականին վերջին տարիներին շատացել է գիտության կողմին, տրվող, բավականին մեծ, բավականին լուրջ սարքավորումներ են ձեռք բերվել, մի քիչ ավելի մանրամասն երևի պարոն Աղայանը կներկայացնի այդ մասով, ես չեմ ուզում շատ անել, բայց անշուշտ ֆինանսավորման չեմ կարծում, որ խնդիր ունի այսօր գիտությունը այդ մասով, ուրիշ բան, որ գիտության եւ կոպի կամ ընդհանրապես կենսաբազմազանության պահպանությունը շատ պետք է ավելի մտերմացնել, ասենց ասեմ միմյանց, այդ այլ հարց է, իհարկե դրա մասին պետք է մտածել եւ ներգրավել բոլոր հնարավոր միջոցներով մեր գիտական հանրույթին մենք ինքներս էլ նույն մեր բնության համաշխարհային հիմնադրամը որևէ բնապահպանական ինչ որ գործառույթ օրինակ նույն տարբեր դա կլինի հատուկ պահպանվող տարածքների աջակցման կամ ստեղծման գործընթաց կամ ինչ որ գիտական ուսումնասիրություն կամ համայնքային պահպանվող տարածքներում տեղի ունեցող մոնիտորինգի աշխատանքների միշտ ներգրավում ենք, այսինքն գիտական ուսումնասիրությունը այս կամ այն կերպ միանշանակ կատարվում է գիտական ինստիտուտի կողմից, գիտական ինստիտուտի աշխատակիցների կողմից են արվում եւ մենք սերտ համագործակցում ենք այդ իմաստով միանշանակ։ Շատ շնորհակալություն, հուսով եմ, որ ֆինանսավորումը դեռ ավել կշատանա եւ այդ կամուրջը, որ մենք անընդհատ ուզում ենք ասել պետություն, ակադեմիա, գիտություն եւ միջազգային հանրություն գնալով ավելի կամրապնդվի։ Շատ շնորհակալություն, իսկ այժմ ասենք ձեզ, պարոն Աղայան, եթե դեմ չեք։ Դուք ներկայացնում եք գիտության ակադեմիան, ներկայացնում եք այն վայրը, որտեղից սկսվում է, կարող եք ասել, գիտությունը։ Ինչպես եք դուք տեսնում կոպի շրջանակներում գիտության համայնքի դերը։ Արդյոք դա լինելու է ուղղակի միջոցառում,
որ մենք հյուրընկալելու ենք բազմաթիվ հյուրեր, թե լինելու է շարունակական։ Այսինքն մեր գիտական համայնքի համար դա որևէ դեր խաղալու է հետագայում։ Այո, թե ոչ։ Շնորհակալություն։ Նախ շնորհակալություն շատ հոյակապ միջոցառում կազմակերպելու եւ հրավիրելու համար եւ պետք է նշեմ, որ շրջակա միջավայրի նախարարությունը այն եզակի նախարարությունն է, ով մեզ անընդհատ այսպես անհանգստացնում է ու մենք շատ ուրախ ենք դրա համար իրականում, որովհետեւ շաբաթական մի քանի գրություններ անընդհատ ստանում ենք այս կամ այն հարցի թե մեր կարծիքը, մեր հետազոտությունների արդյունքները եւ այլն, եւ մենք էլ մեզ ավելի այսպես օգտակար ենք զգում մեր պետությանը, մեր կառավարությանը, որովհետև մեր արդյունքները, որ ընդունված մոտեցումը, որ ինչ է գիտությունը, դա այն որ սեփական հետաքրքրությունների բավարարումն է պետության հաշվին, մի քիչ վերանում է դա ամեն ինչից ավելի վեր է եւ այո, այսօր կապը կոնկրետ շրջակա միջավայրի նախարարության հետ բավականին սերտ է եւ անմիջական, ինչը շատ կարևոր է եւ ինչը չի ասի այլ նախարարությունների բարակայում նույն առողջապահության, նույն էկոնոմիկայի, նույն մնացած նախարարությունները այսպես ավելի ինքնամփոփ են, այսպես ասեմ, եւ այդ առումով իսկ ինչ վերաբերում է կոպին գիտնականների մասնակցությունը, այո, ես մի քիչ առաջ մինչև մեր զրույցը նշեցի, որ շրջակա միջավայրի նախարարությունը շատ լավ է պատրաստվել այս հանդիպմանը, որովհետև մի շաբաթ առաջ հայտարարվեց օրակարգը, մոտ մի շաբաթ առաջ կոպի, ինչպես նաև մի քանի օր առաջ հրապարակվեց այն հաշտակը, որտեղ մենք կարող ենք մեր առաջարկները ներկայացնել տաղավարների, զեկույցների եւ այլի տեսքով, այսինքն մենք հիմա չենք կարող քննադատել ձեզ, պարոն Մեյմարյան, եւ չենք էլ ուզում, եթե անկեղծ չէ, մենք շատ ակտիվորեն հիմա անկեղծ մշակում ենք այն բոլոր մեր խոշորագույն ծրագրերը, որոնք որ այս կամ այն կերպ կապված են COP17-ի օրակարգի հետ եւ պատրաստվում ենք դրանք ներկայացնել ամենայն լրջությամբ, որովհետեւ սա այն հարթակն է, որտեղ ոչ միայն գիտնականներն են, այլ նաեւ ներդրողներն են, այլ նաեւ դոնորներն են, այլ նաեւ այսպես այլ շահագրգիռ կազմակերպություններն են եւ այո, գիտության ֆինանսավորումը ավելացել է բավականին շատ եւ բավականին շատ տեղ կա դեռ ավելանալու եւ մենք պետք է մի փոքր դիվերսիֆիկացնենք նաեւ այդ ֆինանսական հոսքերը, այսինքն պետք չէ միայն հույսը դնել պետության ֆինանսավորման վրա, այլ պետք է միջազգային տարբեր դոնորների, տարբեր համագործակցությունների շրջանակներում կարողանալ նաեւ այդ նույն գիտական հետազոտություններին համաֆինանսավորում բերել, ավելացնել այսպես անձնակազմը, կադրեր, նոր կադրեր ներգրավել եւ այլն, որոնք անսպառ ռեսուրսների կարիք ունեն եւ երբեք չենք կարող ասել, որ դրանք բավարար են, պետք է չի ասել, պետք է անտատ աճել, մեծանալ, զարգանալ եւ այլն եւ այս առումով կարծում եմ COP17-ը հիանալի հարթակ է ցույց տալ այն լավագույն աշխատանքը, որ մենք արել ենք վերջին մի քանի տարիների ընթացքում եւ որ մենք կարող ենք կատարել եւ կատարում ենք միջազգային մակարդակի գիտական հետազոտություններ, որոնք արժեքավոր գիտելիք են ստեղծում ոչ միայն Հայաստանի, այլ նաև ամբողջ աշխարհի համար, եւ դա ցույց տալով կարողանալ այնպիսի համագործակցություններ ստեղծել, որոնք առավելագույնս կկարողանանք օգտագործել մեր ներուժը ավելի ու ավելի մեծացնելու համար։ Այո, սա շատ կարևոր հարթակ է եւ այո, սրանից պետք է օգտվել մաքսիմալ ձևով։ Շատ շնորհակալություն, ինձ շատ հաճելի է լսել, ես ինքս իմ փորձից կարող եմ ասել, որ շրջակա միջավայրի նախարարությունը շատ ակտիվ է, որտեղ մենք էլ վերջերս ունենք միջազգային գիտաժողով, կլիմայական արդարադատություն, մարդու իրավունքներ, որտեղ մենք եւ խոսնակներ ունենք եւ միանգամից աջակցեցին, օգնեցին, իսկապես շատ շնորհակալություն, բայց պետք է նաեւ ասել, որ բնապահպանություն, կլիմա եւ այդ հարցերը փոխկապակցված են առողջապահության նախարարության, սոցիալական հարցերի նախարարության, կրթության նախարարության հետ, երբ որ մենք փորձենք բարձրացնել գիտակցությունը մարդկանց, որ դա միայն շրջակա միջավայրի նախարարության խնդիրը չէ, այլ դա բազմաթիվ պետական հիմնարկների խնդիրն է, ինձ թվում է այդ ժամանակ մենք ունենանք ավելի պրոդուկտիվ համագործակցություն եւ խնդիրների լուծումը կլինի ավելի կարճ։ Շատ շնորհակալ եմ, Տիկին Սահակյան, եթե դեմ չեք,
Դուք նույնպես գիտության ակադեմիան եք ներկայացնում, նույնպես կենտրոն, որը երկար տարիներ զբաղվում է բնապահպանության հարցերով, էկոլոգիայի։ Ինչ հարցեր կան, ինչ լուրջ խնդիրներ կա Հայաստանը, որ պետք է ներկայացնի համաշխարհային հանրույթին, եւ կարող է դուք գիտեք մեխանիզմներ, որով կարող ենք պետություն, գիտություն, հասարակություն այդ երկկողմյա հատվածը ավելի ակտիվ սարքել։ Շնորհակալություն նախ հետաքրքիր քննարկման համար, երկրորդ որպես ԵՊՀ-ի շրջանավարտ էլի շատ տենց հուզված եմ եկել, բայց գոլեգաներս գիտեն, որ ես միշտ խնդիրներից եմ խոսում եւ շնորհակալություն Լիլիթին, որ խնդիրների մասին հենց հարցը ինձ տվեց, այդպես է իմ կյանքը դասավորվել, որ ես միշտ վատ բաներից պետք է խոսամ։ Ես այն մարդկանց եմ, որ երբեք գոհ չեմ արված աշխատանքներից, ոչ մեր, ոչ նախարարությունների եւ միշտ համարում եմ, որ լիքը տեղ կա աշխատելու եւ բոլորս է գիտենք, տոնորով իհարկե խնդիրներից չեն խոսում, բայց ստիփած եմ խոսել։ Մենք շրջակա միջավայրի նախարարության հետ ունենք առանձին եզակի համագործակցության լավ դեպքեր, բայց օրինակ մենք էլ էկոնոմիկայի նախարարության հետ ենք շատ լավ աշխատում եւ կոպի մասով մեզ շրջակա միջավայրը չի դիմել, բայց դիմել է ԱԳՆ-ն։ Այսինքն մի քիչ խառն է, ինչի եմ սա ասում, ոչ թե միշտ պարոն Մեյմարյանի հետ տենց բարի քննարկումների եւ իջաբանությունների մեջ ենք լինում, ինքիմ հետ համաձայն չի, ես իր հետ, բայց ես շատ սիրում եմ իր հետ աշխատելը, որովհետեւ եզակի դեմքերից է նախարարությունում, որ նմանատիպ քննարկումներին միջև վերջ նստում է եւ շատ հետաքրքիր ֆիդբեքեր է տալիս, ինչը չեմ կարող ասել շատ-շատերի մասին։ Բայց ինչու է այդպես, հա, դա ինստիտուցիոնալ խնդիրների մասին է խոսում գիտական եւ պատկան մարմինների հարաբերությունների, որովհետեւ դրանք ինստիտուցիոնալ մակարդակի վրա չեն, դրանք անհատների մակարդակի վրա են։ Ես եկել եմ Դիլիջանից, Դիլիջանում հիմա համահայկական գիտական կոնֆերանսներ, որտեղ ներկայացում էր նաեւ նպատակային ծրագրերը, իսկ նպատակային ծրագրերը հենց գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորում են ապահովելու այդ կապը։ Բայց քանի որ մենք չունենք այն կարևոր օղակը, որը պետք է պատկան մարմիններից հասարակությունից խնդիրները վերցնի, մարսի տա գիտնականներին եւ հակառակը գիտնականների հետազոտությունները մարսի եւ տա հասարակությանը նաեւ պատկան մարմիններին, մենք միշտ սենց իրար չենք հասկանում, հա, եւ միշտ ասում եմ, որ նախարարություններից շատ հաճախ զանգում են եւ գիտեն, որ մենք սենց գրադանի նման գրադարակ ունենք, որ խնդրով զանգել են, պետք է սենց այնտեղից հանես, բացես, սենց թերթես, ասես էսա հետազոտությունը եւ շատ հաճախ գիտական հետազոտությունները երկար ժամանակ են պահանջում եւ մենք չենք կարողանում պատկան մարմիններին բավարար սպասարկել, որովհետեւ այո, գիտության ֆինանսավորումը ավելացել է, բայց դրա KPI-ները հիմնականում հոդվածներն են։ Այսինքն այսօր գիտնականները, եթե չունեն մեծ հայրենասիրական նկրտումներ, ոչ մի ձևով շահագրգռված չեն ներգրավելու պետական ուրեմն պատվերին եւ պետական կարիքների սպասարկմանը, որովհետեւ դա ոչ դիվիդենդ է տալիս, դա ատեստացիայի համար ոչ մի բան չի տալիս եւ այլն եւ այլն։ Այսինքն մենք ունենք ինստիտուցիոնալ այս խնդիրները, որը մասամբ ծածկում ենք նպատակային ծրագրով եւ հիմա արդեն կոչվում է demand driven ծրագրերով, մի ծրագիր մենք նախարարության հետ ունենք որպես խորհրդատու, մի ծրագիր էկոնոմիկայի նախարարության հետ ունենք, մի խոսքով փորձում ենք, բայց այդ արդյունքները չեն բերում ցանկալի ուրեմն վերջնարդյունքի, որովհետև էլի անձնական հարաբերությունների մասին է։ Եթե տվյալ գիտնականը եւ տվյալ անձը, որը պատկան մարմնի հետ աշխատում է, աշխատանքից դուրս եկավ, ապա քանի որ մենք ինստիտուցիոնալ գրագետ չենք եւ իրար չենք փոխացում, երբեմն նաեւ ինձ թվում է shift delay-ը ենք անում, նոր ենք աշխատանքից դուրս գալիս, մենք ստիփած ենք լինում նոր տողից խորքից սկսել ամեն ինչը։ Եվ կարծում եմ, որ COP17-ը հենց այդ բացերի բացահայտման ուրեմն հարթակը կարող է լինել, որովհետև դա ավելի շատ քաղաքական հավաք է, գիտնականները ավելի շատ կողքից են լինելու։ Եվ ես ԱԳՆ-ի միջնորդությամբ ներառված եմ քաղաքական, գիտական եւ քաղաքական ֆորումի կազմակերպման աշխատանքային խմբի մեջ, որտեղ հիմնականում դրսի մասնագետներ են եւ իրանք արդեն առաջարկել են ինչ քննարկում են լինելու, հա, եւ այդտեղ մի քիչ հայկական
գիտնականների, հայ գիտնականների դերը այդ մեծ ֆորումի մեջ ես մի քիչ չեմ պատկերացնում, որովհետև մենք այդ best story-ները, best case-երը կարողա շատ չունենանք ներկայացնելու, որովհետև եւ գիտնականներն են ուրիշ լեզվով խոսում եւ որոշում կայացնողները։ Մենք այդ համատեղ լեզուն դեռևս ցավոք սրտի չենք թե չնայած, որ երկար տարիներ աշխատել ենք այդ ուղղությամբ եւ գուցե դրա համար մենք ավելի լավ շրջակա միջավայր չունենք, ավելի լավ, չգիտեմ, ուրեմն խնդիրների լուծումներ չունենք, շատ case study-ներ չունենք success story-ներով, որպեսզի ներկայացնենք։ Բայց ես ուրախ եմ, որ չգիտեի, ես էլ այսօր իմացա, որ օրակարգը կա, որովհետև մենք մի տարի է եւ շրջակա միջավայրին եւ տարբեր նախարարություններին, ուրեմն արձագանքում ենք, ուզում ենք արձագանք, ուզում ենք տեսնենք ոնց կարող ենք անել, որովհետև մենք պետական կառույց ենք։ Օրինակ, եթե հիմա հնարավոր լինի մի տաղավար ունենալու, գիտական կազմակերպությունները կարող է իրանց բյուջեն չկարողանան տենց ճկուն կազմակերպել, որպեսզի պատշաճ ներկայանան այդ կոպի շրջանակներում։ Եվ փառք Աստծո մենք նաև միջազգային կազմակերպություններում կարևոր դեր ունենք, այս վերջերս էկոկենտրոնում Գեոյի տեղեկատվական օրն էր, որը երկրի հեռազնման գլոբալ նախաձեռնությունն է եւ կենսաբազմազանության մոնիտորինգի գործուն գործիք է, կներեք կրկնության համար։ Եվ քանի որ Հայաստանը նաև ներառված է որոշումների կայացման մեջ այդ միջազգային գլոբալ ուրեմն ծրագրի, երբ մենք դեռ արբանյակ չունեինք, բայց ունեինք Ասմարյան Շուշանիկ եւ կարողացանք այդ ծրագրի մաս դառնալ, մենք այդ գեոյով ներկա ենք լինելու նախարարության հետ կապել ենք իրար հետ, շատ լավ համագործակցում են էլի պարոն Միմարյանի գործուն ազդեցությամբ եւ շահագրգռվածությամբ, նրանք ստեղծելու են Հայաստանի էկոհամակարգերի ատլասը եւ հայկական քեյզը ցուցադրվելու է COP17-ին։ Սա շատ կարևոր ձեռքբերում էր նաև համագործակցային եւ կարծում եմ, որ էկոկենտրոնը կարողացավ իր այդ դերը ուրեմն եւ առաքելությունը հաջողությամբ ներկայանալ եւ ինֆորմացիան տրամադրել ենք արդեն նախարարության միջնորդությամբ եւ հուսով եմ, որ այդպես ներկա կլինենք։ Նաև էկոկենտրոնը երկար տարիներ հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի MAP ծրագրի, այսինքն մարդ եւ կենսոլորտ, Men and Biosphere ազգային կոնտակտային անձը եւ կազմակերպությունը, սա ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտական ծրագրերից է, որը միտված է կենսոլորտային պահպանավայրերի ստեղծմանը, դա դիտելով որպես հասարակության եւ բնության լավագույն համագործակցային տարածքներից մեկը, որտեղ պետք է լինի գիտական հիմք։ Երկար տարիներ Հայաստանում չի հաջողվում կենսոլորտային պահպանավայր ստեղծել, բայց ելի ԱԳՆ-ի միջնորդությամբ եղավ աշխատաժողով, որտեղ մենք ներկայացրեցինք, որ կա մի կազմակերպություն Սոլուտոն անունով, որը որ հիմնվելով էկոկենտրոնի երկար տարիներ իրականացրած հետազոտություններին նախարարության հետ միասին որոշել են, որ Դիլիջանի ազգային պարկը կարելի է դարձնել կենսոլորտային պահպանավայր եւ հետազոտություններ են իրականացնել այդ ուղղությամբ եւ ԱԳՆ-ի հանձնարարությամբ փորձեցինք այնպես անել, պարզեր իրական չէր հիմա հայտ ներկայացնել այսքան կարճ ժամանակում, բայց որոշեցինք, որ գոնե փորձենք այդ հայտը ներկայացնել, որովհետև կոպը առիթ կլինի, որ մեզ մի քիչ մատերի արանքով կնայեն եւ ուրեմն գոնե այդ համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի MAC ծրագրով կլինի եւ մենք կունենանք վերջապես կենսոլորտային պահպանավայր, այս 20 տարիների ընթացքում, որ ես այդ բնակավարում կամ մի անգամ կենսոլորտ Զանգեզուրն էին փորձում իրականացնել, Շիկահողը, վերջում մեր պրոֆեսոր Սաղաթելյանի իր կյանքի վերջի ուրեմն ծրագրերից էր քաղաքական նաև նկատառումներով միջազգային դոնորներին համոզեցինք, որ Սևանը պետք է լինի ազգային պարկ եւ դա քաղաքական առումով կենսոլորտային պահպանավայր, քաղաքական առումով նաև ստատուս կտար Սևանին, բայց եղան հայտնի փոփոխությունները նաև իր մահվան հետ կապված այդ հարցն է փակվեց եւ հիմա ուրախ եմ, որ Դիլիջանի հետ կա կապված կոնսենսուս եւ աշխատանքները տարվում են, հուսով եմ մինչեւ կոպ կկարողանանք նաեւ հասկանալ, թե որ փուլում ենք եւ գուցե արդեն այդ հսկայական փաստաթղթերը կլինեն եւ ԱԳՆ-ի միջնորդությամբ նաեւ թարմացրել ենք ազգային կոմիտեն ՄԱԲ-ի, որը որ կարևոր օղակ է հանդիսանալու այդ ամբողջ փաստաթղթաշրջանառությունը նայելու եւ վերջապես Հայաստանը նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի MAP այդ քարտեզում մի հատ պահպանավայր ունենալու մասով։ Հուսանք, որ կկարողանանք COP17-ը այդ առումով էլ
ուրեմն արդյունավետ դարձնել Հայաստանի Հանրապետության համար։ Իսկ մենք տվել ենք էկոկենտրոնում իրականացվող հետազոտությունների վերաբերյալ, թե ոնց կարող ենք մենք ներառվել եւ ինչ հետաքրքիր թեմաներ կարելի է կոպում քննարկել, որովհետեւ այո, սա կենսաբազմազանության մասին է, բայց շատ կարևոր է, թե ինչ գործիքներով է այդ մոնիտորինգը անում, հա, օրինակ մենք անում ենք հեռազնմամբ, ինովացիոն տեխնոլոգիաներով, ինչ կապ ունի սննդի անվտանգությունը, պարենի անվտանգությունը կենսաբազմազանության հետ, եւ ամենակարևորը այս նոր տենդենսները առողջող եւ One Health, հայերենում մեկ առողջություն են թարգմանում, որ այդքան ճիշտ չի, երևի ամբողջական առողջության մասին է խոսքը, թե ոնց հողից, բույսից, սնունդից, մարդուց եւ մնացած բոլոր կոմպոնենտներով կարողանանք ապահովել այդ ամբողջական One Health approach-ը, որը այսօր աշխարհում ուրեմն կարևոր տենդենս է։ Այդ մենք այդ 3 գլոբալ առաջարկներն ենք արել ԿԳՄՍ նախարարությանը, ոչ թե շրջակային։ Հուսով ենք, որ արդեն օրակարգը կա, մենք կարողանանք հասկանալ, թե վերջապես ոնց կարող ենք մենք ներգրավել COP17-ին որպես գիտնականներ, որտեղ գիտնականները մի քիչ side event-ի նման են, կարծում եմ, կոպերին ներկայացված։ Քանի որ կոպերին հիմնականում նախարարություններն են մասնակցում, ես կառաջարկեի նաև մի տենց սեմինար կազմակերպել այն մարդկանց փորձի փոխանակման, որոնք երբևէ կոպում ներկա են եղել եւ գիտեն կոպը ինչ է։ Այ մի տարիա մենք առաջարկում ենք, այդպես էլ մնում է, որպեսզի մարդիկ պատմեն, թե ոնց կարող են ներկայանալ, որովհետեւ սա քաղաքական հանդիպում է, սա միջազգային գլոբալ քաղաքական հանդիպում է։ Մենք իմ կարծիքով չպետք է գանք պատմենք, չգիտեմ, մի տեսակի մասին, մի հետազոտության մասին։ Մենք պետք է նաև ցույց տանք այդ կոոպերացիան, թե ինչպես է տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում, կամ եթե տեղի չի ունենում, ապա խնդիրների առջև դեմ դիմաց կանգնենք եւ այդ միջազգային փորձի փոխանակման միջոցով հասկանանք, թե ոնց կարանք վերջ այդ մեր գիտական ուրեմն հետազոտությունները դարձնել Հայաստանի համար պետքական։ Լավ, մի երկու հոդված էլ ավել տպեցինք, իմպակտ ֆակտորը մեծացավ, բայց Հայաստանի օրինակ, հա, գլոբալ գիտական քարտեզում։ Բա դա ինչ տվեց Հայաստանի Հանրապետության այսօրվա քաղաքացու կյանքին։ Այ մենք այդ հարաբերությունների մեջ ենք, որ չենք կարողանում հաջողել իմ կարծիքով։ Եվ մի համակարգի մասին էլ ասեմ, քանի որ համակարգից հարցրեց, եվրոպական GRC համակարգերն են, գիտեք, Joint Research Center-ները, որոնք հենց ստեղծված են այս կապող օղակը լինելու համար հասարակության եւ ուրեմն գիտական կազմակերպությունների, մենք չունենք դա։ Ամեն ինչ դրված է գիտնականների վրա, այո, փողը շատ է, աշխատավարձը շատ է, բայց այնպիսի KPI-ներ են դրած, որ եթե դու հաջողակ գիտնական ես Հայաստանի Հանրապետությունում ու ունես այսօր 2-3 պրոյեկտ նախագիծ, ապա դու ինչ պետություն, սկի ընտանիքի մասին մտածելու ժամանակ չունես, ուր մնաց պետական հարցերի մասին։ Այստեղ եւս 2 գիտնականներ կան եւ կհավաստեն, որ այո, մեր գիտնականները հիմա շատ ծանրաբեռնված են։ Եվ ես ինքս որպես տնօրեն ստիպում եմ գիտնականներին, բառից բուն իմաստով, նաև պաշտոնը չարաշահելով, որ իրանք պետք է ունենան նաև նպատակային ծրագրեր եւ demand driven ծրագրեր, որովհետեւ գիտական հետաքրքրություն այդտեղ շատ չկա, տպագրություն չես կարող անել լոկալ խնդիրներ հետազոտելով, դրա համար գիտնականները այսօր հետաքրքրված չեն, բացի դրանից էլ ֆինանսներն էլ շատ քիչ են դրված պետական կարիքների ծրագրերի ի համեմատ գիտական ծրագրերի։ Այսինքն այս ամեն ինչը եթե սենց մի քիչ այդ շղարշը դնենք այն կողմ, ապա կտեսնենք, որ այդ թվերը եւ ստատիստիկան նաեւ խոսում են լուրջ բացերի եւ խնդիրների մասին։ Բայց նորից շնորհավորում եմ բոլորիս օրվա մասին, չեմ ուզում տխուր բաների մասին խոսամ, բայց այդպես է ստացվում։ Ես հուսով եմ, որ COP17-ը կարողանանք կազմակերպել պատվով ինչպես ամեն ինչ։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալություն Տիկին Սահակյան, լրիվ համամիտ եմ ձեր հետ, որ ինձ թվում է սկզբից պետք է խոսել խնդիրներից եւ ուղղակի չխոսել, ինչպես կարող ենք լուծել խնդիրները։ Մենք նաեւ պետք է ունենանք ռազմավարություն։ Հայաստանը պետք է ունենա գիտնականների հետ մշակված, թե ինչ կարևորագույն խնդիրներ ունենք, օրինակ այս տարվա կտրվածքում կամ երկարատև, որոնք մենք պետք է գիտնականների եւ մասնագետների հետ հանուն պետության դա իրականացնենք։ Եվ իմ կարծիքով գիտնականը առաջինը պետք է նաև ծառայի պետությանը, քանի որ հոդվածը շատ լավ բան է, բայց եթե մենք չենք օգտագործում գիտության ներուժը, պետությունը ավելի բարձր մակարդակով ներկայացնելու, պետությունը ավելի ուժեղացնելու,
ապա դա ստացվում է, որ գիտնականը նույնպես աշխատում է ինքը իրեն համար։ Քանի որ պետությունը առաջինը պետք է վերհանի այն գլխավոր թեմաները, խնդիրները, որոնց առաջ մենք հիմա կանգնած ենք, եւ դրա շուրջ պետք է ակադեմիական համայնքը, գիտությունը առաջնայինը աշխատի։ Այդ դեպքում ինձ թվում է մենք միշտ կունենանք հաջողություններ, երբ որ մենք սկսենք պետականամետ գիտակցությունը զարգացնել, եւ դա սկսվում է ինձ թվում է նաեւ ուսանողական հենց կյանքից։ Եվ ամենակարևորը գիտությունը հիմա փոխկապակցված է տարբեր ոլորտներով։ Մենք պետք է փորձենք համագործակցել, օրինակ նույն բնապահպանության հարցով, էկոլոգիայի հարցով, կլիմայի հարցով, մենք պետք է հասկանանք, որ համագործակցությունը դա ոչ միայն շրջակա միջավայրի հետ է կապված, դա եւ կրթություն, եւ առողջապահություն, եւ հասարակությունը պետք է անպայման ներգրաված լինի այդ հարցերում, երբ որ մենք կկարողանանք այդ երկխոսությունները, այդպիսի գաղափարների վերհանումները սկսենք իրականացնել եւ հասկանանք որն է կարևորը եւ որը երկրորդականը, ինձ թվում է այդ ժամանակ մենք կունենանք շատ մեծ հաջողություններ։ Շատ շնորհակալություն, ինձ թվում է մենք այսօր բոլորս բազմաթիվ հետաքրքիր հարցերի պատասխաններ ստացանք, մանավանդ COP17-ի հետ կապված, որովհետև ինձ թվում է հանրության մեծամասնությունը COP17-ը պատկերացնում էր միջոցառում, գալու ենք, խոսելու ենք, գնալու ենք, բայց COP17-ից մենք ինքներս կարող ենք շատ կարևոր բաներ քաղել, հասկանալ ում հետ պետք է համագործակցել, որ թեմաները պետք է զարգացնել, ինչպես պետք է ստեղծել մեր ապագան, որովհետև Հայաստանը բազմաթիվ խնդիրներ ունի տվյալ ոլորտում։ Շատ շնորհակալություն մեր բանախոսներին, այժմ եթե ունենք հարցեր, խնդրում եմ ներկայանալ եւ հարցը ուղղորդել։ Բարև ձեզ, շատ շնորհակալ եմ մեր բանախոսներին, հարցս հետևյալն է, ունենք 3 օղակ, պետություն, գիտական հանրույթ եւ հասարակություն, դուք պետության եւ գիտական հանրույթի ներկայացուցիչներն եք, նաեւ հասարակական կազմակերպություն, 3 օղակ, ես իմ համար այդպես եմ ֆիքսել, պետություն, գիտություն, հասարակություն, այ ինչպես անել, որ քաղաքացիները, հասարակ մարդիկ ավելի լուրջ նայեն իրավիճակին, կլիմայի հետ կապված, բնապահպանական թեմաների հետ կապված, որովհետև առանց այդ հանրային աջակցության, ինչքան էլ շատ լինի ֆինանսավորումը, ինչքան էլ գիտնականները գիշեր-ցերեկ աշխատեն, ինչքան էլ պետությունը քաղաքական ճիշտ որոշումներ կայացնի, խնդիրը այնքան մեծ է, որ հանրային մեծ աջակցություն է պետք, ինչպես մարդկանց հասցնել, ինչպես անել, որ մարդիկ գիտակցեն իրավիճակի գերլրջությունը, շնորհակալություն։ Ով կպատասխանի հարցին։ Խնդրեմ պարոն Մեմարյան։ Շնորհակալություն հարցի համար։ Իմ գործընկերներն էլ շատ կարևոր հարցեր բարձրացրեցին եւ կարևոր մասերից մեկը, որ բնապահպանությունը, կենսաբազմազանության պահպանությունը, օրինակ ես այդ օրինակը բերեմ, այլևս շրջակա միջավայրի նախարարության սահմաններում չէ, եւ շրջակա միջավայրի նախարարությունը իզորու չի միայնակ եւ իր սահմաններում իր լիազորությունների շրջանակներում այդ խնդիրները լուծել։ Խնդիրները միջոլորտային են եւ ինչի արժև ենք մենք, ինչին ենք մենք բախվում, որ կենսաբազմազանության կորուստը կամ կենսաբազմազանության կապը առողջապահության հետ լավ հասու չի մեր գործընկերներին, որ կենսաբազմազանության կապը գյուղատնտեսության հետ շատ ուժեղ եւ ուղիղ հասու չի մեր գործընկերներին, կենսաբազմազանության կապը մարդու առողջության, թե ֆիզիկական, թե հոգեբանական ուղիղ հասու չէ։ Եվ ստեղ շատ ճիշտ հարց եք բարձրացնում, ոնց այդ հանրային իրազեկումը մենք ուժեղացնենք, շատացնենք, պետք է այդ թվում նաև գիտական համայնքի շնորհիվ մենք կարողանանք այդ հետազոտությունները հասցնել մեր
գործընկեր նախարարություններին։ Ինչ է նշանակում կենսաբազմազանությունը անասնապահությամբ զբաղվող գյուղացու համար։ Ուղիղ բացատրել մարդուն, որ քո կաթի, մսի, որակը ուղիղ կախված է այն կենսաբազմազանությունից, որը քո արոտավայրերում կա։ Մենք չպետք է երևակայական, հայրենասիրական եւ եսիմիշ նկատառումներով ծանրաբեռնենք մարդուն, այլ պետք է շատ ուղիղ պրակտիկ օրինակով ցույց տանք, որ երբ որ այս բույսերը, միջատները, թռչունները քո արոտավայրում տեղում են, դու ունես կայուն եկամուտ եւ քո զավակներն էլ, քո թոռներն էլ կունենան նույն կայուն եկամուտը։ Մենք պետք է կարողանանք շատ լավ նշեցիք, որ կենսոլորտային տարածքը ուզում ենք Դիլիջանում լինի, որովհետև կարծում ենք Դիլիջանը ամենապատրաստն է դրան, բայց ինչ խնդիր ենք ունենում համայնքի հետ։ Շատ ժամանակ համայնքը դիմում է շրջակա միջավայրի նախարարություն, ասում է՝ դուք վերցրել եք ամբողջությամբ տարածքները, եւ չեք թողում, որ ինչ-որ բանից մենք օգտվենք եւ խնդիր եք ստեղծում համայնքի համար, ազգային պարկը ինքը իրանով։ Բայց մենք այլ խնդիր ունենք, մենք չենք կարողանում համայնքին ճիշտ հասցնել, որ այն կենսաբազմազանությունը, այն բուսական աշխարհը կենթանական, որ այնտեղ կա այդ ազգային պարկը, յուրաքանչյուր 1 դրամը դրած ազգային պարկի վրա տասնապատիկ եկամուտ է բերում համայնքին։ Այսօր ոչ մեկ չի գնում Դիլիջան ազգային պարկ, ուղղակի Դիլիջան քաղաք, որովհետև գնում են ավելի շուտ, որովհետև այնտեղ կա Դիլիջան ազգային պարկը, բնությունը։ Իսկ այդ բնությունը արդեն եկամուտ է բերում համայնքին։ Այդ բնությունը եկամուտ է բերում այն մարդկանց, ովքեր գնում են եւ այնտեղ ժամանակ են անցկացնում, որովհետեւ դա իրենց առողջության վրա ներդրում է, թե ֆիզիկական, թե հոգեկան, մաքուր թթվածնի տեսքով, դա իրենց առողջության վրա է ներդրում։ Այսինքն մենք պետք է գիտական համայնքի հետ, մեր գործընկերների հետ միջոլորտային մտածենք եւ կարողանանք նաեւ մեր գիտական հետազոտությունները հասցնել մեր գործընկերներին էկոնոմիկայի նախարարությունում, առողջապահության նախարարությունում, կրթության եւ գիտության բոլորին։ Հիմա COP17-ը մենք ամենաառաջնայինը այդպես ենք օգտագործում, որ կարողանանք մենք մեզ լսեն, ուղղակի մեզ լսեն, որովհետեւ գաղտնիք չի, որ շրջակա միջավայրի նախարարությանը շատ դեպքերում վերաբերվում են որպես ինչ որ մի բան կանգնեցնող, ինչ որ մի բան չթողող եւ ինչ որ բան արգելող նախարարություն, բայց իրականությունը ճիշտ հակառակն է։ Եթե մենք այն բնական կապիտալը, որը որ ունենք, ջուրը, օդը, բուսական կենթանական աշխարհը չդնենք այն զարգացման հիմքում, որը որ մեր արժև տեսնում ենք, մենք ընդհանրապես շանս չունենք։ Եվ էկո-ֆրենդլի գործելը բացարձակ բավական չէ, պետք է հենց nature positive լինի։ Այսինքն մենք պետք է հավելել արժեք ավելացնենք այդ բնությանը եւ որևէ ղեկավար երկրի մենք անընդհատ զեկույցներով ներկայացնում ենք, բայց որևէ զարգացում երկրի անհնար է առանց բնությունը զարգացման կենտրոնում դնելու։ Դա բացառված է, դա հնարավոր չի։ Այս գաղափարը միջոլորտային մենք պետք է հասցնենք բոլորին եւ պետք է հասցնենք մեր հասարակությանը, թե բժիշկներին, թե գյուղատնտեսությամբ զբաղվող մեր գործընկերներին։ Այս վերջերս մի ֆերմերի էի նայում, որը պեստիցիդներ օգտագործելու փոխարեն, միջատասպան օգտագործելու փոխարեն ինքը իր ապրանքը գովազդում էր, որ ինքը օգտագործում է աղոթարարներ եւ զատիկներ, այսինքն կենսաբանական պայքարի միջոց է օգտագործում իր ջերմոցներում, ոչ թե թույնով ցողում է ելակը եւ սպանում է վնասատուներին, այլ իրենց գիշատիչներին է բաց թողնում, դրանք շատանում են եւ ոչնչացնում են ելակը, օրինակ վնասող վնասատուին։ Դրանով գովազդում է մարդը, որ իր ելակը ավելի լավն է, ավելի մաքուր է եւ հետեւաբար մարդիկ կարող են հանգիստ առնել, սա պետք է հասցնենք։ Սա, որ այդ կենսաբազմազանությունը օգնում է, որպեսզի ավելի շատ գումար աշխատեք, ավելի առողջ լինեք, ավելի լավ երկրում ապրեք եւ ձեր երեխաներն էլ ապրեն եւ դուք էլ ապրեք։ Հիմա այս խնդիրը պետքա շատ ավելի լավ կարողանանք լուծել։ Ու կոպը ուղղակի մի կետ է, ինձ համար այդպես է։ Մի կետ է այս ճանապարհին։ Շատ շնորհակալություն։ Ինձ թվում է մենք պետք է բարձրացնենք իրազեկվածությունը հասարակության համատեքստում,
կազմակերպենք տարբեր սեմինարներ, գիտաժողովներ, անգամ մենք կարող ենք հիմա մենք ինքներս մշակում ենք երեխաների համար, թե կլիման ինչ է տալու, այսինքն եթե մենք ունենանք լավ կլիմա եւ թե մենք ունենանք լավ բնություն, ապա դա ինչ կտա իրենց ապագայում։ Այսինքն ամենակարևորը, երբ որ մենք բարձրացնենք գիտակցությունը հասարակության մեջ, մենք պետք է խոսենք հասարակության հետ։ Մենք տարբեր շերտերին պետք է ներկայացնենք այն ձևով, որպեսզի իրենց հասկանալի լինի։ Եվ միջառարկայական, միջդիսցիպլինար համագործակցությունը հիմա դառնում է ամենակարևորը։ Մեր կենտրոնը, որ զբաղվում է մարդու իրավունքներով, մենք արդեն երկար տարիներ զբաղվում ենք կլիմայի հարցերով, բայց այստեղ ներկայացնում ենք կլիման մարդու իրավունքների տեսակետից, որովհետև բնապահպանության, բնության, կլիմայի ամենակարևոր գործոնը դա մարդն է, իր կյանքը, իր առողջությունը եւ մնացած, այլ որ մենք սկսենք այդ համագործակցությունը տարբեր մասնագիտություն ունեցող մարդկանց հետ եւ հասկացնել եւ հասցնել այդ տեղեկատվությունը, ինձ թվում է մենք այդ բացերը այլևս չենք ունենա հասարակության մոտ։ Արագ ձեր հարցին պատասխանեմ, տեսեք 2009 թվից ես նաև հասարակական կազմակերպությունների ոլորտում եմ եւ այն որ շատ միջոցառումներ բնապահպանական էկոկրթական կազմակերպել ենք, միակ լուծումը անկեղծ էլի որ տեսնում ենք դա կրթական ծրագրերում դպրոցների եւ մանկապարտեզների այդ փոփոխություններն անելն է, որովհետեւ այլ կերպ ուղակի այդ մեկ անգամյա, չգիտեմ, մի քանի անգամյա միջոցառումներով, կրթական ծրագրերով եւ այլն չի լինում էլի այդ մարդկանց կամ հերոստատեսությամբ 1-2 հաղորդումով։ Դա պետք է կրթական, դպրոցական եւ մանկապարտեզների կրթական ծրագրերի պարտադիր բաղադրիչ մասը լինի, որպիսի այդ երեխան ինքը արդեն հասունանա, որպես մարդ ձևավորվի, այդ բնությունը գնահատող եւ սիրող։ Այլ կերպ ուղակի այդպես հա մենք անհատական շատ դեպքեր կարող ենք ունենալ, բայց մասսայական որ ընդհանուր հանրությունը այդ ամեն ինչը կնկալի, այսպես գուբկի նման կվերցնի, դա չի լինելու, մինչև այդ երեխաները իրենց ծնողներին դիտողություն չանեն կամ այդ երեխաների իրենց այդ ամենօրյա կրթական ծրագրի մասը չկազմի այդ ամեն ինչը, Ես մի բան էլ հավելեմ, միշտ երբ որ գիտություն հասարակության կապի մասին ենք խոսում, առաջի հերթին գալիս է իմ մոտ ասոցիացիան մրցունակ հասարակության։ Երբ որ մենք կարողանանք ստեղծել մրցունակ հասարակություն եւ հասարակությունը սպասի գիտական արդյունքներին, այդ ժամանակ մենք լրիվ ուրիշ բնություն կունենանք, լրիվ ուրիշ հասարակություն ունենանք։ Քանի դեռ մեր հասարակության առաջնահերթությունները գոյաբանական են, գին որակի մեջ միշտ գիննա շահողը, հա, եւ այլն, մենք գուցե ինչ որ խոսում ենք ավելի շատ ծաղիկների, բանտիկների, շվանտիկների մասին, հա, եւ նաեւ շատ կարեւոր հասարակական զարգացման մոդելներ կան, օրինակ quadruple helix-ի մեթոդը, որը մենք մի ծրագրի շրջանակներում փորձեցինք ներդնել, չգիտեմ ինչքանով հաջողվեց, ամեն դեպքում մի կրթական ծրագիր լավարկվեց դրանով, բայց դա հիմա արդեն quintuple կա, բայց ես quadruple-ի մասին խոսամ, հա, որ այսինքն այդ գիտություն, կրթություն, ինչ որ գոլեգաներս էլ ասեցին, հասարակություն եւ քաղաքական որոշում կայացնողների այդ գիծը ոչ թե պետքա լինի ձևական, այլ լինի գործիքներով։ Այ մեր կենտրոնը NASA-ի Globe ծրագրի ազգային կոնտակտային կազմակերպությունն է, սա գիտությունը դպրոցներում, դրա մասին է, եւ ես անցյալ տարի եղա իրանց annual meeting-ին եւ NASA-ից եւ աշխարհի 100 քանի երկրից լուրջ ջաջաներ եւ ջոջաներ նստած քննարկում էին, թե հողը որպես առաջնահերթություն Ֆրանսիայի առաջի դասարանցիների կրթական ծրագրում ինչպես ներառեն, որովհետեւ հողը մի քանի տարի է Եվրոպայում առաջնահերթությունը։ Իսկ Ֆրանսիայում առաջի դասարան երեխաները գնում են 4 տարեկանում։ Պատկերացնում եք մակարդակը NASA-ի բաժնի ղեկավարների այդ ծրագրի ներգրավվածության։ Ես այդ ընթացքում շատ տենց հավես էր ինձ այդ ամեն ինչի մեջ լինելը, բայց երբ որ հետ եկա Հայաստան, ես հասկացա, որ մենք չենք կարողանում այնքան մրցունակ հասարակություն ձևավորել չենք կարացել, որպեսզի մենք առաջնահերթություններ կարողանանք բյուրեղացնենք։
Այ մենք Սևանի մասին շատ ենք չէ խոսում, բայց դուք գիտեք, որ մենք լիմնոլոգներ չունենք կրթության մեջ ստեղծող։ Եթե հարցում անենք հիմա, որն է Հայաստանի Հանրապետության կարևոր բնապահպանական խնդիրը, ամեն երկրորդը, ամեն յուրաքանչյուրս կասենք Սևանի հարց է, այդքան էլ ճիշտ փրշտած ինչ-որ մեկը չէ, բայց մենք լիմնոլոգ չենք պատրաստում, հասկանում եք, ինչի մասին է խոսքը, հա գնա կրթի հասարակական կազմակերպությունով ինչ-որ ավելի շատ բուկլետ տպի ծառերը, ուրեմն խոսելով, որ ծառերը շատ կարևոր են, դա չի բերելու դրան, մենք լրիվ ուրիշ հասարակության մեջ խոսում ենք լրիվ այլ բաների մասին, հա, եւ այո, իմ տղային ես կոպիտ խոսքերով բացատրել եմ, որ ով որ ինչ-որ մի բան դրսում ուտում է ու թափում է գետնին, ինքը խոզ է, եւ երբ որ մենք քայլում ենք, ինքը հենց տեսնում ասում է, վայ մամա, խոզ է, հա, եւ դա շատ հաճախ կոնֆլիկտների է բերում եւ այլն եւ այլն։ Այդ մենք sense խնդիրներ ունենք լուծելու, այն ամենա, եթե դուք կանգառներում կանգնեք, տեսնեք, որ տարիքային խումբն է այդ ամեն ինչը աղտոտում, թափում, մենք կհասկանանք, որ երիտասարդներին ես միշտ ասում եմ, չթողնեք ձեզ մեծերը փչացնեն։ Այ մենք տենց խնդիր ունենք, որ մեր երեխեքը 21-րդ դարում են խորը, մենք հələ մնացել ենք 20-րդ դարի վերջերում, շատ բարևարք հատվածներով։ Դրա համար մենք պետք է տենց մրցունակ հասարակություն ունենանք, որպեսզի կարողանանք quadruple helix-ի եւ այս բոլոր բարձրալ հետաքրքիր բաների մասին, որ խոսում ենք, դարձնենք մեր կյանքի առօրյան։ Եվ քանի դեռ մենք ասում ենք, այս բոստանը, չգիտեմ, մեղրը ես եմ ստեղծել, դրա համար դա էկոլոգիական է, մենք էկոլոգիական հասարակություն չենք ունենալու։ Այսօր ես վատ բաներից եմ խոսում, շատ վատ է, բայց մենք վերջապես խնդիրներ իրականությունն ենք բարձրաձայնում, որովհետև երբեք պետք չի փախնել իրականությունից, տենց մենք առաջ չենք գնա։ Դուք ինչ-որ բան ուզում եք ավելացնել։ Երկու բառ ուղղակի այդ հասարակության հետ կապված կուզեի ասել, որ բոլոր մեր կոնկրետ ծրագրերում նախատեսված է եւ ներգրաված է բոլոր այդ միջոցառումները, որոնք վերաբերում են էկոլոգիական կրթության եւ դաստիարակության, այս պահին էլ մենք մշակում ենք եւ մի ծրագիր ունենք, որի շուրջ կրթության գիտության նախարարության հետ ինչպես նշվեց, այո, մենք էլ եկանք այն եզրակացության, որ պետք է դա որպես դասաժամ կամ ինչ-որ բան դառնա, հա, կոնկրետ կրթական ինչ-որ process մշտապես, հա, որովհետեւ այդ 1-2 հատվածային դրվագներով տենց հեշտ չի էկոլոգիական կրթությունը միանգամից, դրա համար հիմա մենք մտածում ենք այդ այնպես ներառական մի կրթական ծրագիր մշակել, որը որ այո կներդրվի մեր դպրոցական ուրեմն, ինչու ոչ նաև մանկապարտեզում, իսկ ինչ վերաբերվում է հասարակության տեղական համայնքների, տեսեք մենք ունենք ծրագրեր եւ ծրագիր, որով որ մենք ստեղծում ենք համայնքային բնապահպանական տարածքներ եւ հենց միտքն ու գաղափարն նա է, որ նույն համայնքները ներգրաված լինեն պահպանության միջոցառումներում, այսինքն իրենք հասկանան եւ գիտակցեն կարեւորությունը բնության պահպանության, որ բնությունը պահպանելով եւս կարելի է նախ ունենալ բենեֆիտներ, հա, եւ ինչու ոչ նույնիսկ մենք աջակցում ենք եւ աջակցել ենք տեղական համայնքներում ստեղծենք փոքր տարբեր արտադրամասեր, նույն բնության բարիքները օգտագործելով, ինչու ոչ աշխատատեղեր ենք ստեղծել, այսինքն գիտակցությունը դառնա, որ ոչ թե բնությունը օգտագործելով միայն կարելի է փող աշխատել, հա, եթե ասես մի քիչ ավելի այդ լեզվով ասեմ, այլ ընդհակառակը պահպանելով ավելի շատ կարող են, որովհետեւ տևական, եթե դրվագային եկամուտի աղբյուրը իրենց համար կարճ թվացող այդ պահին ձեռնտու է, բայց տրամաբանությունը կարում է երկարատև մտքի ու գաղափարի շուրջ, այսինքն հետագա նրանց առողջության, նրանց երեխաների առողջության եւ երկարատև կյանքի եւ առողջ ապրելակերպի մասին այստեղ խոսքը ավելի շատ։ Եվ ինչու ոչ, այո, մենք ունենք հարուստ կենսաբազմազանություն եւ նույն մեր էկոտուրիզմի զարգացման եւ մեր դեղաբույսերի հավաքի եւ տեղական մթերումների հետևանքով կարելի է լավ բավականին եկամուտներ ստեղծել առանց այդ ծառը կտրելու, հա, եթե ասես մի քիչ ավելի պարզ ասեմ։ Այսքանը։ Շատ շնորհակալություն, մենք ցավոք ժամանակից արդեն դուրս ենք եկել, եթե կարելի է եւս մեկ հարց, որովհետեւ մեր խոսնակները եւս այլ հանդիպումներ ունեն, մնացած հարցերը ինձ թվում է մենք կարող ենք COP17-ի շրջանակում անձամբ տեսնել,
եւ հասկանալ ինչ փոփոխություն կատարվեց, հիմա եւս մեկ հարց, երկու հարց, շատ բարի։ Նախ ողջունում եմ բոլորից, շնորհակալություն եմ հայտնում հետաքրքիր թեման արծածելու համար, նաև հարցեր բարձրացնելու համար։ Ես Աննան եմ, Արադ բանկի հաղորդակցության եւ սոցիալական ծրագրերի համակարգման բաժնի ղեկավարը, եւ ինձ հետաքրքիր է նաև ինչու օրինակ մասնավոր հատվածը այս պանելային քննարկման մեջ ներառված չէ, որտեղ այսօր մասնավոր հատվածը նաև բավականին մեծ ներդրումներ է իրականացնում բնապահպանական ոլորտում եւ այդ տեսանկյունից նաև շատ հետաքրքիր էր լսել նաև այլ մասնավոր հատվածի էքսպերտի դիտարկումները COP17-ի հետ կապված, ճիշտ ասած, հանրային տեղեկատվություն, թե ինչպես կարող ենք միանալ եւ նաեւ մասնակից դառնալ այդ միջոցառման, որը մեզ համար նաեւ որպես կառույց շատ կարեւոր է, եւ նաեւ կուզեի հասկանալ ու ստանալ նաեւ պատասխան ESG հաշվետվողականության հետ կապված, հաշվի առնելով, որ շուտով նաև բանկային համակարգի համար ESG հաշվետվողականությունը լինելու է պարտադիր, թե պետք կան բանկեր, որ ունեն իրենց ներքին հաշվետվողականության ձևերը եւ արդյոք եթե արդեն կան օրինակներ, թեմպլեյթներ հաշվետվողականության, դրանք հասանելի են, թե մշակման փուլում են, թե դա թողնվելու է մեզ ֆինանսական կառույցներին որոշելու անհատապես մեր հաշվետվողականության ձևաչափը։ Շնորհակալ եմ։ Ես ուղղակի առաջինը անդրադառնամ, որ տվյալ պանելային քննարկումը ընտրվել էր զուտ պետություն եւ ակադեմիական հասարակություն։ Մասնավոր սեկտորը տվյալ քննարկմանը բացակայում էր, որտեղ ես ինքս հասկանում եմ, որ դա շատ կարեւոր է, բայց զուտ այս երկխոսությունն էր։ Հետագա միջոցառումների ժամանակ անպայման մասնավոր սեկտորը կլինի, որովհետեւ մեծամասնության ֆինանսավորումը նմանատիպ ծրագրերի, նախագծերի մենք ստանում ենք ավելի շատ մասնավոր հատվածից, քան այլ տարբերակներից։ Իսկ մնացած հարցերին ով կանդրադառնա մեր խոսնակներից։ Այո, պարոն Մեյմարյան։ Դե առաջին հարցը լավն էր։ Ինչի՞ չեք մասնակցում, իրոք կարծում եմ, որ պետք է մասնակցեն private sector-ը, հատկապես մեր տնտեսությունը շատ վարկերի կարիք ունի, այսինքն մեր տնտեսության մեջ, բիզնեսների մեջ վարկերի անհրաժեշտությունը եւ վարկավորվածությունը շատ բարձր է։ Եվ այստեղ մասնավոր ոլորտը եւ հատկապես մեր ֆինանսական կառույցները շատ անելիք ունեն։ Այ օրինակ, որ դուք ասում եք, մենք բնապահպանական բավականին մեծ ներդրումներ ենք անում, ինձ համար ֆինանսական կառույցների բնապահպանական ամենակարևոր ներդրումը կլինի այ հենց ESG համակարգերի ներդրումը եւ ներքին բնապահպանական կանոնակարգերի ներդրումը, որովհետեւ մենք ինչքան էլ խոսենք, բայց ըստ էության ռեալ բիզնեսի հետ, ռեալ բիզնես սեկտորի հետ դուք եք շփվում եւ ֆինանսավորումը ձեր միջոցով է գնում մարդկանց հասնում։ Եվ երբ որ մեր բիզնեսները, տնտեսավարողները պատրաստ են լինում լսել, դա այն պահն է, երբ որ բանկի հետ շփվում են, հատկապես վարկավորման ժամանակ։ Եվ այդ ժամանակ հենց պրոյեկտի ամենակարևոր պահին, պլանավորման պահին, երբ որ բանկի հետ քննարկումը գնում է, երբ որ բանկը ներկայացնում է, որ այ օրինակ դու պետքա պահպանես այս բնապահպանական չափանիշները, բնական է, որ բիզնեսմենի համար դա շատ հեշտ փուլ է պլանավորել եւ իրականացնել դա։ Այդ պատճառով կարծեմ շատ կարևոր է, որ մեր բանկային ոլորտներ ներգրաված լինի այս քննարկմանը, ու այդ թվում կլիմայի դեմ փոփոխության պայքարի մասով կենսաբազմազանության կորուստը կանգնացնելու եւ մեր երկրի կենսաբազմազանությունը պահպանելու մասով եւ մնացած ուղղություններով էլ թափոնների կառավարում, ջրերի կառավարում, այս ուղղություններով էլ ձեր դերը շատ մեծ է եւ մենք այդ թեմպլեյթները դեռ չենք անդրադարձել, չունենք, բայց ես էլ որ վերադառնամ աշխատանքի կհասկանամ մեր անելիքը որն է այդ մասում, շրջակա միջավայրի նախարարության մասով, կարծում եմ մենք
պետք է այդտեղ անդրադարձ ունենանք, բայց ֆինանսական ոլորտի ամենակարևոր բանը մեր երկրի տնտեսությանը, բնապահպանությանը կլինի այդ, որ այդ ESG համակարգերը պատշաճ ներդրվեն եւ բնապահպանական դիտարկումներն ու մոտեցումները յուրաքանչյուր բանկ ամենայն պատասխանատվությամբ վերաբերի, որովհետև նախարարությունները կարող է այդքան բան չկարողանան անեն, բայց մեր ֆինանսական սեկտորը, տնտեսությունը, վարկավորող, սպասարկող սեկտորը ինքը շատ հեշտ կարող է այն ինֆորմացիան, որը որ անհրաժեշտ է հասցնի տնտեսավարողներին, գյուղատնտեսությամբ զբաղվողներին եւ այդտեղ մենք ռեալ ու լուրջ փոփոխություններ ունենանք։ Ես մի անգամ քննարկում ունեցա, իհարկե կանգնացրեցին այդ իմ միտքը, բայց սենց մի գաղափար ունի, ասում եթե մարդը որևիցե բնապահպանական հանցագործությամբ կամ դեպքով աչքի անկել, օրինակ ինչի մենք չենք բանկային սեկտորի հետ համագործակցում, որպեսզի այդ ինֆորմացիան փոխանցենք բանկային սեկտորին։ Ենթադրենք ինչ որ մի բիզնեսմեն վարկ է գալիս վերցնելու, բայց օրինակ ասենք այդ մարդը որսագող է կամ աչքի անկել որսագողությամբ կամ ապօրինի ծառահատումներով, դա կարծեմ բավականին լուրջ ռիսկ է նաև բիզնես վարկավորման տեսանկյունից, դա այդ մարդը իր վարկագծով վաղը ինչ ռիսկի առջև կարող է կանգնացնի թեկուզ այդ վարկի տեսանկյունից իրեն եւ բանկին։ Կարծում եմ այդ ներքին կանոնակարգերը բնապահպանական շատ կարեւոր են, որ բանկերն ունենան։ Անունից խոսեմ, մենք նույնիսկ ունենք երկու բնապահպան, ովքեր որ հենց ռիսկերի կառավարման վարչությունում են աշխատում, եւ նաեւ ունենք պահանջ միջազգային ֆինանսական կառույցներից, որ վարկ տրամադրելիս մենք այդ բոլոր չափանիշներին բնապահպանական պետք է նաև համապատասխանենք, այսինքն վարկառուն պիտի համապատասխանի եւ լուրջ մոնիտորինգ է իրականացում, իհարկե միայն վարկ տալով չէ, միջև վարկ տալը եւ վարկ տալուց հետո, այսինքն դրանք բոլոր այն կարևոր կետերն են, որ թե պահանջի տեսանկյունից դրսից եւ թե մեզ մոտ դրանք դրված են եւ կիրառվում են եւ կարծում եմ նաեւ այլ բանկերի կողմից այդ պահանջները կան, բայց ամեն դեպքում ավելի համապարփակ համագործակցություն եւ տեղեկատվության հասանելիության տեսանկյունից բանկերը եւս ունեն այդ կարիքը նույն հետազոտությունների մասով, որքանով են դրանք հրապարակային եւ որքանով կարող են իրենք օգտվել նման հետազոտություններից, արդյունքներից։ Շնորհակալություն նախապես։ Դե ես հենց այստեղ շատ լավ հնարավորություն տեսա գիտական համայնքի հետ աշխատելու մասով եւ պատվեր իջացնել եւ հետազոտություն ֆինանսավորել եւ հետազոտության արդյունքները ներդնել բանկում եւ դա որպես արդեն առավելություն ներկայացնել նաեւ հանրությանը, որպես մրցակցային առավելություն այդ բանկից օգտվելու համար։ Ինձ համար օրինակ շատ կարեւոր է, թե բանկը ինչ ընթացակարգեր ունի եւ օրինակ երբ որ հեկերին ենք, չէ, անդրադառնում եւ նայում ենք, թե ասենք շատ հեկեր ինչ վատ ձևի են հիմնադրվել, իմ միտքը ասում է, բայց այս ներդրողը եթե ի սկզբանե իմանար, որ պահանջ կա, որ պետք է ինքը ձկնուղին օրինակ այսպես կառուցեր, նա կաներ դա։ Իրենք կանեին դա խնդիր չէր, էլի, որտեղ բանկ, պետական կառույց եւ տնտեսվարող կապն է, որը շատ կարեւոր է, շնորհակալություն։ Շատ Այստեղ զուտ որպես այսպես private sector-ի հետ կապված կարծում եմ հարկային քաղաքականության մշակման հարցում եւս անելիքներ կլինեն ոչ միայն բանկային համակարգում, այլ նաեւ հարկային որոշակի արտոնությունների եւ այլնի ու նաեւ էկոհամակարգային ծառայությունների մասով, որ որոշակի այսպես հետազոտություններ մենք ինքներս ունենք հիմա առանձին գիտական խումբ, որը զբաղվում է էկոհամակարգային ծառայությունների ուսումնասիրությունով գիտական ու տնտեսագետների հետ ակտիվ աշխատում են, այսինքն խումբը այսպես միջդիսցիպլինար աշխատանքներ է անում եւ բանկայինի հետ չեմ կարող ասել, բայց կարծում եմ նաեւ հարկային մարմինները մեծ ազդեցություն կարող են ունենալ։
Շատ շնորհակալություն, ինձ թվում է այս թեման մի քիչ այլ հարթակում է պետք քննարկել, ոչ թե գիտնականների եւ ակադեմիական հանրույթի ներկայացուցիչների հետ ցավոք մեր ժամանակը սպառվել է եւ ստեղ սկսելու են նոր քննարկումներ։ Շատ շնորհակալություն մասնակիցներին, մեր գործընկերներին, մեր բանախոսներին, քանի որ այսօր շատ հետաքրքիր մտքեր, մասնագիտական դիտարկումներ, նաև ամենակարևորը շատ խնդրահարույց հարցեր բարձրացրեցինք եւ հուսամ առաջինը COP17-ը մենք շատ մեծ հաջողությամբ հաղթանակով դուրս կգանք եւ պատվով եւ հուսամ հետագա կարող է մյուս տարվա շրջանավարտների ֆորումին եւ մենք հանդիպենք կքննարկենք այն հաջողված ծրագրերը, որը մենք արդեն իրականացրել ենք եւ որոնց մասին կարող ենք հպարտությամբ խոսել, որ այս մի բարդ փուլը մենք արդեն հաղթահարել ենք։ Ձեզ բոլորին շնորհակալություն եմ մաղթում եւ հաջողություններ մեր բոլոր հետագա գործունեությամբ։ Շատ շնորհակալ եմ։